Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, 37 տարի է անցել Գյումրիի ավերիչ երկրաշարժից, ավելի ճիշտ Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ահավոր մի երկրաշարժ, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել եւ էլի տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Մինչև օրս մեր ժողովուրդը ցավոք մինչև վերջ չի կարողացել վերականգնվել այդ ավերիչ երկրաշարժից հետո։ Միջայլոց շատ եմ լսել այնպիսի վարկածներ, ժամանակին, հիմա չէ, տարիներ առաջ լսել եմ այնպիսի վարկածներ, որ այդ երկրաշարժը կազմակերպեցին հատուկ Խորհրդային Միությունը, դե Խորհրդային Միությունը ուներ նման հնարավորություն, Աբխազիայում էլ կա հատուկ մի քարանձավ, որի միջոցով աշխարհի ցանկացած ծերում կարող են երկրաշարժ իրականացնել, 100%-ով չեմ կարող պնդել այդ մասին, բայց կան նման պնդումներ, նման հոդվածներ, որ Խորհրդային Միությունը ի վիճակի էր նման երկրաշարժեր կազմակերպել եւ Սպիտակի երկրաշարժը իրենց կազմակերպածներ, ուղղակի նրանք չէին հաշվարկել, որ ահա այդ աստիճան ավերիչ կարող է դառնալ երկրաշարժը եւ դա արվում էր այն նպատակով, որպեսզի կարողանային խնդիր ստեղծել, շեղել հայ ժողովրդին Արցախի հիմնահարցից։ Դուք էլ գարեք սիրելի հայրենակիցներ, լսեմ նաեւ ձեր կարծիքը։ Կրկնեմ, սա այն թեման է, որտեղ որ անձամբ ինձ համար քաղաքական շահարկումներ անընդունելի են, սակայն եթե նման բան եղել է, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ կամաց այդ ամենը բացահայտվի եւ ջրի երես դուրս գա, թե իրականում Խորհրդային Միությունը նման հանցագործություն իրականացրել էր, թե սա ուղղակի հորինվածք է։ Կարևոր է նշել, որ պատարագը տեղի ունեցավ 7 վերք եկեղեցում, դրան մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մի քանի սրբազաններով, եպիսկոպոս եւ arczepiskopos-ներով մասնակցում էին պատարագների։ Ինչպես տեսնում ենք տեսանյութերից, թե եկեղեցու ներսում եւ թե դրսում բազմաթիվ մարդիկ կային, ճիշտ է կային նաեւ այնպիսիք, ովքեր որ ուզում էին, որպեսզի լարվածություն լինի, փորձում էին նաեւ խոչընդոտել, ինչ որ սադրանքներ իրականացնել, բայց դա իրեն չհաջողվեց։ Ամենահետաքրքիրը նաեւ այն էր, որ լրագրողները երբ որ վերցնում էին հարցազրույց Ալեն Սիմոնյանից, ու այդտեղ նաեւ հարց հնչեց, Նարեկ Կիրակոսյան չէ, կարծեմ մի լրագրող կա, որ ամեն ինչից դժգոհ է Հայաստանում, համենայն դեպս իմ մոտ այդպիսի կարծիք է ձևավորվում, երբ որ տեսնում եմ այդ լրագրողի հարցերը, բայց ինքը որքան հասկանում եմ ռուսական ուժերի հետ կապ չունի եւ ռուսական լրատվամիջոց չի ներկայացնում, բայց տարօրինակ է մի քիչ։ Եթե այդպիսի հարցեր ես ուղում, հասկանում ես, որ միայն ու միայն ավելացնելու ես ռուսական ուժերի հնարավորությունները Հայաստանում, բայց դե հնչեց ինչ որ մի տարօրինակ շատ ինձ համար անձամբ հարց, որն ի պատասխան շատ լավն էր պատասխանը Ալեն Սիմոնյանի, որ հաջորդ պատարագը ժամանակն է եկել, որ անցկացվի Մայրաթորում։ Հայաստանում իրոք լրագրողները մի փոքր այլ տեսակի հարցեր են հնչեցնում, զարմանում եմ, երբ որ լսում եմ այդ հարցերը։ Լրագրությունը իմ պատկերացմամբ լրիվ այլ պրոֆեսիա է, բայց Հայաստանում այլ տեսակի պրոֆեսիա է, բայց դե ինչ որ է, այդ միտքը, որ հաջորդ պատարագը պետք է անցկացվի Մայրաթորում, հիանալի կարծիք էր, քանի որ այդտեղից հստակ մենք հասկանում ենք մեկ բան, որ կարող են հաջորդ կիրակի կամ մի քանի շաբաթ անց Հայաստանի իշխանությունները որոշեն այդ եպիսկոպոսների հետ մեկտեղ հայտարարությունը տարածող եպիսկոպոսների եւ arczepiskopos-ների մասին է խոսքը, որպեսզի պատարագ անցկացնեն արդեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Հա ինչ ով կարող է խոչընդոտել։ Մի պահ մտածեք, ով կարող է խոչընդոտել նման պատարագի անցկացման։ Ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները նման հնարավորություն ունեն եւ սա հրաշալի միտք է, եւ շատ բան կնշանակի այդ պատարագի անցկացումը Մայրաթորում, շատ բան կնշանակի եւ կարող է նույնիսկ միանգամից վերջակետ դնել այս պատմությանը Կտրիչ Ներսիսյանի հետ կապված
Միջայլոց մենք տեսանք երեք, որ Կտրիչ Ներսիսյանը արդեն վերադարձավ Հայաստան, տեղեկություններ կա, որ մոտ թվով 300 հետևորդներ Կտրիչ Ներսիսյանի դիմավորեցին նրան, ահռելի քիչ քանակություն է ամենայն հայոց կաթողիկոսի համար, լավ թող լինի 400, լավ թող լինի 500, 200 էլ ես ավելացնեմ, չհավատալով այդ լրատվամիջոցներին, բայց համաձայնվեք, որ շատ քիչ է, եթե ինքը ունի համաժողովրդական աջակցություն, ապա 300 թե 500 հոգով, նույնիսկ 1000 հոգով չպետք է որ իրեն դիմավորեին, այլ պետք է լինեին տասնյակ հազարավոր մարդիկ, հավատացյալներ, ովքեր որ դիմավորում էին իրենց ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ սա եւս շատ լուրջ ցուցիչ է, կրկին մեկ անգամ եւս բոլորիս ցուցադրում է, թե իրականում որքան աջակցություն ունի Կտրիչ Ներսիսյանը Հայաստանում։ Եվ այնտեղ էլ հայտարարությամբ է հանդես եկել Կտրիչ Ներսիսյանը, պատկերացրեք, նա դատապարտել է իր մտերմիկ Արշակ Սրբազանի ձերբակալությունը, ասում է, որ տեղեկացա ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է, ու ասում է, որ հակառակ դժվար այս կացությանը մենք պիտի շարունակենք մեր կոչմանը ու առաքելությանը հավատարիմ մնալ ու մեր ծառայությունը բերել ժողովրդին, որ ժողովրդին 300 հոգուն, 500, լավ, 5000 հոգուն, 10 միլիոն ազգից, լավ, 50,000 հոգուն ես բերելու քո ծառայությունը, ամոթ է լավ էլի։ Ես անգամներով ավելացրի քո հետևորդների թիվը, բայց բոլորս էլ գիտենք, որ իրականում այդպիսի մեծ քանակություն չեն կարող կազմել նրա հետևորդները։ Ու այդ հայտարարությամբ կրկին մենք տեսնում ենք, որ ինքը չի ցանկանում հրաժարական տալ, չի ցանկանում հեռանալ ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն, ինչպես որ Ալեն Սիմոնյանն է հայտարարում, պատարակ անցկացնել արդեն մայրաթող էջմիածնում, դրանից բացի շատ կարեւոր է, որ այդ անձը չկարողանա լքել Հայաստանը, մեծ խնդիրներ կարող առաջանան, եթե ինքը հնարավորություն ունենա հեռանալ Հայաստանից։ Ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է որ այդ հարցով զբաղվեն, որպեսզի ինքը չկարողանա հեռանալ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից։ Եվ վերջին հնարավորությունը պետք է տրվի նրան, ու այդ միտքը իմիջիայլոց շատ լավ էր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էլ այդ մասին խոսեց, այդ մասին հայտարարությամբ հանդես եկան սրբազանները, 10 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, որ ինքը կարող է խաղաղ հանգստյան կոչվել, պահպանելով ինչ որ տիտղոս, բայց իրականում չլինելով ամենայն հայոց կաթողիկոս, այսինքն հայ առաքելական եկեղեցին կունենա հնարավորություն ընտրելու նոր կաթողիկոս, ինչպես որ դա տեղի ունեցավ հռոմեական եկեղեցու հետ, հիշում եք Բենեդիկտոս պապի պատմությունը, եւ այդպես եթե հիմա վարվի Գարեգին II-ը, վերջին հնարավորությունը, ես կարծում եմ, որ դա միանշանակ բխում է նաեւ իր անձնական շահերից, բայց դրա համար պետք է խոհեմություն, որը որ ես չեմ կարծում, որ ինքը այս պահի դրությամբ ունի։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ինչ վերաբերվում է այսօրվա պատարագին, որը որ տեղի ունեցավ Գյումրիի 7 վերք եկեղեցում, եւ այն հնարավորությանը, որ վաղը մյուս օրը կարող է իրոք պատմական շատ լուրջ իրադարձություն տեղի ունենա եւ պատարագ մատուցվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մի քանի եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների կողմից։ Ես կարծում եմ շատ մոտ է այդ օրը։ Հիմա կարծում եմ ճիշտ կլինի անդրադառնանք մի քանի խոսքով նաեւ միջազգային կարևոր իրադարձություններին։ Հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուկրաինական կողմի եւ ամերիկյան կողմի միջև քննարկել այդ խաղաղության նախաձեռնությունը, բայց մեծ հաշվով շատ տեղեկություններ չկան։ Միայն մեկ տեղեկություն կա, որ այդ երկու ժամանոց քննարկումների ընթացքում Զելենսկին եւ Վիտկոֆը ու Կուշները քննարկել են տարածքային հարցեր, այսինքն Ուկրաինան պատրաստ է թե պատրաստ չէ զիջել տարածքները, որպեսզի հաստատվի խաղաղություն, այս մասին տեղեկացնում է Axios-ը։ Գիտենք Ռուսաստանի պահանջների մասին, Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ամբողջովին Դոնբասը պետք է իրեն հանձնեն, եւ ելի ինչ որ տարածքներ, որին
ընդդիմանում է Ուկրաինան։ Այդ հանդիպումից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Զելենսկու միջև, եւ Ֆրանսիայի նախագահ կրկին իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի հարցով, Ուկրաինայի ժողովրդի հետ է ասել է կրկին Մակրոնը, դատապարտելով ռուսական ագրեսիան, ու նա վստահեցրել է Զելենսկուն, որ ինքը շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, մնացած երկրների հետ, որպեսզի շարունակեն օգնել Ուկրաինային։ Եվ արդեն վաղը դեկտեմբերի 8-ին Լոնդոնում կհավաքվեն կրկին մի քանի երկրների առաջնորդներ, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարները կհանդիպեն քննարկելու համար Ուկրաինայի հարցը եւ ամերիկյան այդ նախաձեռնությունը։ Այս պահի դրությամբ միայն այս տեղեկությունները ունենք Ուկրաինայի վերաբերյալ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, ուղղակի կարելի է նաեւ ավելացնել այն, որ Թրամփը շատ տարօրինակ գրառումներ է անում, Թրամփից ոչինչ չես հասկանա մեծ հաշվով, եւ հետաքրքիր գրառմամբ է կիսվել Դոնալդ Թրամփը Fox News-ի գրառմամբ, որ Վենեսուելայի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ագրեսիան դա զգուշացում է Վլադիմիր Պուտինին։ Հավանել է այդ հրապարակումը եւ կիսվել է իր էջի վրա, որ եթե հիմա Վենեսուելայի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ուրեմն դա զգուշացում է Պուտինին։ Թրամփն է, շատ դժվար է հասկանալ Թրամփի քաղաքականությունը։ Ահա այսքան այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։